Դու պիտի կարողանաս անձնական հասկացողություններից փոխես մասշտաբը։ Ես որպես անձնավորություն հնարավորություն եմ ազդել 10 հոգու վրա, 100 հոգու վրա, 10,000 հոգու վրա, լավ, ֆանտաստիկա է, ասեք 100,000-ի վրա հնարավորություն ես ազդել, բայց պրոբլեմը համահայկական եւ ազգային է, դու պիտի ունենաս հնարավորություն այդ միտքը գաղափարները հասցնել միլիոնների, եւ այստեղ սկսում է լրիվ ուրիշ պրոբլեմների, ռեսուրսների, որը ես կոնկրետ չունեմ, բայց ես հույս ունեմ կան հասարակական կազմակերպություններ, դուք որպես նոյանտապար ձեր կտոր աշխատանքն եք անում, բայց մենք կանգնած ենք անհրաժեշտության փոխել մասշտաբը։ Ինչ ասել է փոխել մասշտաբը, դուք մենք աշխատում եք 1 միլիոն չեք անում, 100,000-ի հետ եք աշխատում, աուդիտորիան, ոնց կարելի է անել, որ այդ գաղափարները, որ այսպես շարունակել չի կարելի, այս ճանապարհով մենք կորցնում ենք Հայաստանը, պիտի փոխվել լրիվ ամեն ինչ, եւ պիտի գտնվեն անձնավորությունները, ոչ թե անպայման քաղաքական գործիչները, բայց անձնավորությունները, տեխնոկրատները, որը պատրաստ են այդ ճանապարհով գնալ, այդ միտքը պիտի դառնա հասարակությունը պիտի ընկալի։ Եվ դա շատ դժվար է գայանել։ Անձի պրոբլեմ չի, որովհետև դու փորձում ես իշխանությունը փոխես, իշխանափոխություն եւ իշխանությունները եւ իշխանության մեջքին կանգնած ուժային կենտրոնները դեմ են դրա մոտեցման եւ քո դեմ վարում են տեղեկատվական պատերազմ, հոգեբանական պատերազմ։ Այսինքն հենց նույն մեր ազգային ժողովի այս ամեն ինչ ինչ որ մենք տեսնում ենք, սա հենց պատերազմ է հասարակության Այո, հասարակությանը չեն թողնելու հասարակության հավաքվի, կազմակերպի։ Այսինքն ոչ միայն մենք արտաքին հարվածներ ենք ստանում, այլ ներսում էլ է կեղծ օրակարգ է ձևակերպելով, կեղծ ուշադրություն են ֆոկուսները, որ անում են, հիշում եք, կարևորը որպեսի դու չտեսնես, քեզ այսպես աճպարարություն են անում, որպեսի ուշադրությունդ շեղեն։ Տեղեկատվական պատերազմի կլասիկ ձևավորումն է։ Եվ մենք մնում ենք ներկաներ եւ նախկինների որ չկարողանաս ձևավորես ուրիշ մոտեցում, քեզ քանդում են ոչես հասարակություն, քեզ ֆրագմենտացնում են։ Լավ, դա եթե ընկալել ենք, հասկացել ենք։ Հաղթահարում ես, փորձում ես պայքարում ես դրա դեմ։ Մեր խոսակցությունը այդ պայքարի մի մասն է։ Դու հասկացնում ես հասարակության, որ քեզ թվում են պարակտել, քեզ չեն թողնում հավաքվես ազգային շահերի շուրջ, որ մնա ինչ որ կա։ Դու պիտի հավաքվես, դու պիտի ներուժ հավաքես։ Դու պիտի խոսաս քո հարևանի հետ, քո հասարակության, քո միջավայրի մեջ այդ խնդիրների մասին եւ կամաց որպես ազգ հավաքվենք, որը եսերից ի վերջո հավաքվի մենք։ Այն Փելեշյանի հայտնի ֆիլմը դուք իհարկե հիշում եք, երբ մենք եք բացել։ Մենք նորից պիտի մենք դառնանք։ 2018 թվականի իմ ազգը հավաքվել է նորից։ Հայ ազգի 98%-ը, 95%-ը հավաքվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության բերելու համար։ Եվ Նիկոլ Փաշինյանը մեզ խաբել է, նորից պարակտել ենք, նորից հուսահատվել ենք, բայց պետք է հասկանալ ուրիշ ելք չկա, նորից պետք է հավաքվել, նորից պետք է մենք դառնալ, եւ դառնալով մենք դնել հստակ խնդիր, որ մենք այսպես չեք շարունակում, մենք կառուցում ենք ուրիշ Հայաստան, հիմնելով առաջին հանրապետության վրա, հիմնելով անկախության հռչակագրի վրա, կառուցում ենք միազգար, միացյալ, անկախ Հայաստան։ Կարողանում ենք ինքնակազմակերպվել, թե ոչ, թե հասարակությունն է հավաքվում, երբ ծնում է առաջնորդին, թե ծնում է առաջնորդ, որը հավաքվում է հասարակությանը, երկու ճանապարհներ հնարավոր են։ Այդ երկուսը միասին է լինում, որն անելու այս անգամ առաջինը հասարակությունն ապարտադրելու, դնելու խնդիր, այդ խնդրի դրվածքը ծնելու է առաջնորդի, թե կա հնարավորություն եւ կծնի առաջնորդ եւ առաջնորդի շուրջ կհավաքվի հասարակությունը, նորից երկու ճանապարհներն եկան։ Ոչ ես, ոչ դու չի կարող ասել, որ ճանապարհով է գնալու այդ process-ները, բայց որ պիտի հավաքվես եւ դնես այդ խնդրը, եթե այդպես հիմնախնդիրը դնենք, երկու ճանապարհներից որն եք ընտրելու, կձևավորվի ճանապարհ ժամանակին։ Հիմա այսօր ոչ ես, ոչ դու չեք կարող ասել, որ ճանապարհով է գնալու։ Այդ մեկը ոչ մեկը չգիտի։ Կարող է ծնի առաջնորդ, որը կունենա ազգային վստահություն։ Եթե դու չես հավատում քո ներուժերիդ, եթե չես հավատում քեզ, պատրաստ չես վերցնես քեզ վրա, դու առաջնորդ չես։ Դու այն առաջնորդ չես, որի մասին մենք խոսում ենք։ Եթե դու առաջնորդ ես, դու գիտես քո առաքելությունը։ Դու չես վախենում քո առաքելությունից, դու ընդունում ես քո առաքելությունը եւ կատարում ես։ Եթե պատրաստ չես, նշանակում է դու այն առաջնորդը չես։ Դու հերթական առաջնորդն ես, որ ուզում է հերթական վերցնի իշխանությունը։ Դա չի հետարկում եւ Հայաստանի խնդիրները նման առաջնորդը չի լուծել։ Այդ քրիտիկական կետին չենք հասել, տեսեք, անձրևը գալիս է, երբ որ այդ կետը
հասունանում է, ճիշտ է։ Հա, կարող է այդպես է, բայց կարող է մեկ անհամբեր է, կարող է ճնշման տակ եք, շատ եք արագացնում process-ները, բայց իմ կարծիքով չէ։ Մենք որպես ազգ պիտի վերջում մեզ պատասխան տակ, մեզ Հայաստանը պետք է թե չէ։ Ներեցեք այդքան ծանր խոսքեր եմ ասում։ Այս ընտրությունները տան այդ հնարավորությունը։ Չգիտեմ, որովհետև կա 2000 ազգ ժողովուրդ եւ միանգամայն 200 ունեն պետություն։ Ինչու հայ ժողովուրդը պետք է պետություն ունենա։ Ինչու քուրդերը 15 միլիոնանոց պետություն չունեն եւ չեն ունենալու մոտիկա ժամանակներ, բայց հայերը 2 միլիոն պետք ունենան։ Կարող է մեզ դա պետք չի։ Եթե այդպես ես հարցնում, շատ խայտարակ ներեցեք ինձ համար խայտարակ խնդիրների առջև ես կանգնում։ Եթե այդպես է, ինչու եք այդքան տղաներ երաբլորներում կորցրել, որը դրոշի համար Հայաստանի համար իրաց կյանքն են տվել, բայց ես դու հիմա պետք է հրաժարվենք, ասեք դա մեզ պետք չէ։ Ինձ համար դա անընդունելի է։ Ինձ համար դա աքսիոմատիկ է, որ պետք է Հայաստանը մնա վերականգնված պետությունը պետք է պահենք, բայց իմ հասարակությունը պատրաստ է, ավելի շուտ ես գիտեմ, որ իմ հասարակությունը ազգը պատրաստ է, ասում է այո, բայց ոնց է այդ այոն առանձին իզոլացված այոն հավաքում դառնում մենք, այդ process-ը պիտի անենք եւ պիտի հասկանալ, որ դա մենամարտություն է։ Դու մտնում ես մենամարտության մեջ, քեզ դեմ են դուրս գալու ուժային կենտրոնները, քո ներքին վերնախավը իշխող այսօր, որ դա տեղի չունենա։ Դա ոչ թե ճանապարհ է, հանգիստ գնում ես, չէ, այդ պատերազմի ճանապարհ է, դա մենամարտության ճանապարհ է Գայանը։ Մենք այդ ճանապարհի վրա մտնում ենք պատերազմի մեջ։ Պատերազմի մեջ մեր թշնամիների դեմ, ներքում ուժերի դեմ, որ այս ամեն ինչը տեղի է, ամեն ինչը կայուն է, կայացած է, իրանք չեն ուզում։ Ձեզ ասում են մենք պատրաստ չենք դեռ։ Ով ասում։ Պատերազմին մտնելու։ Այդ պատերազմը գնում է, քո դեմ արդեն այդ պատերազմը գնում է։ Եթե դու չես ճանաչում, որ քո դեմ պատերազմը է գնում, դու արդեն պարտվել ես։ Բայց ես գիտեմ հասարակության բավականին հետաքրքիր մաս արդեն չի համաձայնում եւ շարունակում է այդ աշխատանքը։ Չեմ ուզում այդ ուրիշ խոսակցություն է ստացվել։ Ես տեսնում եմ հասարակությունը պայքարում է։ Ես տեսել եմ ոնց են հասարակական կազմակերպությունները հավաքվում։ Անընդհատ ասել, որ դու թույլ ես, դեռ թույլ ես, դու պարտվելու ես։ Դու պարտվել ես, դու պարտվելու ես, անհուսատություն մտցնել, կոտրել, չթողել կամքը վերականգնել, բայց ջայել սերունդի մտաղ սերունդի մեջ ես տեսնում եմ, որ այդպես չեն մտածում։ Այնտեղ պրագմատիկ աշխատում են, հզորանում են, հավաքվում են հասարակական կազմակերպությունները, ինքնակազմակերպման process-ները գնում են։ Ուղղակի արագության եւ այդ ով է առաջինը, քանդողներն են ավելի շուտ առաջ գնալու, թե կառուցողները։ Եվ ցավոք սրտի քանդողները ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կառուցողները։ Պատերազմը շարունակվում է։ Հրադադարը լավագույն դեպքում։ Պատերազմը շարունակվում է եւ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը մոտեցումները եւ ռազմավարությունը չեն փոխվել։ Իրանք պատերազմում են Հայաստանի դեմ։ Պարզապես այլ մեթոդներով։ Այլ մեթոդներով նշանակություն չունի, մեթոդները պատերազմի։ Այսինքն մենք պատերազմի մեջ ենք շարունակում։ Մենք պատերազմի մեջ է, պետք չի շեղմել, քեզ ուզում են համոզել տեղեկատվական պատերազմի մեթոդներից մեկն է, որ դու խաղաղության մեջ ես, դու խաղաղության մեջ ես, պատերազմի մեջ ես։ Այսինքն այդ սուրճ խմելը դա բացարձակ ոչ։ Այդ պատերազմի շարունակությունն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը ընդունում է քո թշնամիների մոտեցումները եւ լուծումները։ Ինքը գնում է այդ հանդիպումներին եւ շարունակում է այդ պատերազմը։ Մենք այդ պատերազմը վերջացնելու համար պիտի հզորանաս։ Դու պիտի հասկանաս ինքան հզոր լինես, որ Ռուսաստանը եւ Թուրքիան հասկանան, որ Հայաստանի հետ ուժային մեթոդներով խոսել չի ստացվելու։ Դա կարող ես անել միայն դեպքով, երբ դու հզորանում ես, որպես պետություն, որպես ազգ։ Ուրիշ լուծում չկա։ Խաղաղության հասնելու համար դու պետք է հզորանաս այնքան, որ քո դեմ ռազմական գործողությունները արդյունավետ լինեն եւ անընդունելի դառնան քո թշնամիների համար։ Եվ հզորանալու համար ամենաառաջինը մենտալիտետը, հա, պիտի փոխես քո մտածումը, վերաբերմունքը, բառարաչինը, դու պիտի հասկանաս այն ինչի տեղի է ունենում, դա երկար process է։ Դա հայկական հարցի լուծումն է, որը սկսել է 19 դարի վերջում եւ դու ուզում ես վերականգնես քո պետությունը եւ այդ պայքարը որ Հայաստանի հայ ազգի դեմ որ ինքը չունենա պետություն դու այդ ճանապարհի ճանապարհի վրա անցել ես մեծ եղերնով վերականգնել ես մեծ առաջի հանրապետությունը կարճաժամային ժամկետով հետո ագրեսիայի չդիմանալով պարտվել ես առաջի հանրապետությունով սովետական Հայաստանում անհասկանալի գաղութային վիճակ է ունեցել երրորդ հանրապետությունը կարողացավ համարձակվել
ընդունել անկախության հռչակագիրը, որտեղ դու հայտարարես, որ դու անկախ ես դառնում, բայց չկարողացավ իրականացնել այդ հռչակագիրը։ Մենք ունեցեք սահմանադրություն, որը շեղվեցին եւ վերջում կորցրեցիք Արցախը։ Բայց ինչ բան է Բայց 30 տարին պատերազմը երրորդ դարին դու այդ պատերազմի Այո, մեջ մեջ ես։ ես։ Դու պատերազմ ես հայկական հարցին, հայկական լուծում տալը։ Կայսրությունները իրանց լուծումը գիտեն եւ կայսրությունները իրանց լուծումը տվել են։ Հայաստան առած Հայաստան հայերին։ Հայաստանը, Հայաստանի տարածքում հայեր չպիտի լինեն, պետականությունը անընդունելի է։ Եվ Թուրքիա եւ Ռուսաստանի համար։ Իրանի մասին չեմ խոսում։ Դա էլ նորություն չէ։ Դա էլ չէ նորություն։ Դրա համար ոչ մի նոր բան չկա։ Մենք հաջորդ սերունդն ենք, որը լուծում է այդ խնդրը։ Հայկական հարցը եւ այս համոզված են եւ վերջում մենք լուծելու ենք, տալու ենք հայկական լուծումը, հայկական հարցին։ Արցախի խնդրը որպես հայկական հարցի մաս մենք պարտվել ենք ժամանակավոր, ինչ որ ժամանակ 20 տարի, 40 տարի, 60 տարի, 100 տարի համար նշանակություն չունի։ Բայց հետո լուծելու ենք Արցախի խնդրը, լուծելու ենք Վանի խնդրը, Արևմտյան Հայաստանի խնդրը։ Մենք կան այդպես ենք նայում խնդրի հայկական հարցին։ Ոնց է հայ ազգը վերականգնում իր ինքնաիշխանության իրավունքները հայկական լեռնաշխարհում եւ վերականգնում, հզորացնում իր պետականությունը։ Կամ մենք որպես ազգ պիտի հասկանանք, որ մենք պետություն չենք ունենալու, մենք սփռվում ենք աշխարհով մեկ եւ հաջորդ 1, 2, 3 դար, 5 դար ապրելու ենք առանց պետության, առանց հայկական լեռնաշխարհի, առանց Արարատ հասարի, որի ներքևում մենք ունենք որպես ազգ ներկայություն։ Ես աստված չանի այդ լուծումը տեսնեմ, ես համոզված եմ եւ չեմ տեսնելու։ Բայց քեզ առաջ այդ երկու ընտրություններն ադրեց։ Ինչ Հայաստան ես կառուցում, ինչ հայ ազգ ես տեսնում գայանում։ Եվ ի վերջո մենք այդ ընտրությունը կանենք։ Արևելի շուտ հայ ժողովուրդը արդեն ընտրություն արել է։ Մենք մնում է ուղղակի կարողանանք ձևավորել իշխանություն եւ պետություն, որը համաձայն է հայ ժողովրդի հետ, ինչ դեր է ինքը տեսնում իր աշխարհում 21 դարում, երրորդ հազարամյակում եւ ի վերջո մենք համոզված ենք պատասխանը կտանք։